Դուք այսօր ձեզ դրել եք եկեղեցուց դուրս։ Դուք եկեղեցու հետևորդ չեք։ Եկեղեցու հետևորդի հայ առաքելական եկեղեցու հետևորդի թիվ 1 կանոնը հետևյալն է՝ չվարկաբեկել հրապարակային ամենատարբեր գործողություններով, լինել իսկապես հավատավոր եւ եթե կան հարցեր բարձրացնելու, այդ ընթացակարգով բարձրացնել։ Հիմա երբ որ դուք ձեզ դրել եք եկեղեցուց դուրս, որոնք չեն ընդունում օրինակ բողոքականի տեսակներ կան, կյանքի խոսք եւ այլն, որոնք որ չեն ընդունում սրբադասման կարգերը եւ այլն։ Եվ եթե չեմ սխալվում, ձեր իսկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք հրապարակային են ասել, որ իրենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ չեն, ավելին մարդ կա, որն ասում է ընդհանրապես ինքը աթեիստ է։ Հաշվետվություն ընդունողը եւ պահանջ դնողը Աստված է եւ ոչ թե աշխարհիկ մարդիկ։ Եվ աշխարհիկ մարդկանց համար այլ կա ուխտ կա, հա, օրինակ մեծամասնության քաղաքական մեծամասնության ԿՊ-ի ուխտը իր ժողովրդի առաջ, իր ընտրողների առաջ, հայ ժողովրդի առաջ, որոնք դրժել են։ Այս հարցադրումից խուսափելու համար հիմա իրենք փորձել են ինչ-որ մի հատ թիրախ ընտրել եւ այդ թիրախը ոչ ավել ոչ պակաս հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որի դարերով եկած գործառույթը փորձ է արվում ընդամենը նսեմացնել։